Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահներ, հարգելի պատգամավորներ, սիրելի քաղաքացիներ մեզ հետևող, ես նախ ուզում եմ ասել, որ որպես կանոն մեզ համար նախընտրելի չէ ընդհանրապես այս օրինակ արագացված ռեժիմով որևէ ընթացակարգով ազգային ժողովին որևէ փոփոխություններ կամ լրացումներ ներկայացնելու պրակտիկան, որպես կանոն մենք փորձում ենք լավագույնս նախապես պլանավորել մեր քաղաքականությունները, սակայն հասկանալի է, որ երբեմն լինում են իրավիճակներ, որտեղ օպերատիվ արագ լուծումներ են հարկավոր։ Փորձելով փոխլրացնել գործընկերներից, որպեսզի առավել պարզ եւ ամբողջական լինի հիմնավորումը, թե ինչու այսօր մենք ստիպված ենք դիմել ձեր աջակցությանը հենց այս ձևաչափով խնդիրը լուծելու նպատակով, ասեմ, որ մայիս ամսին դեռևս մենք նախատեսել էինք տաղատեսակ զինատեսակներ, ռազմամթերք, լրամասեր փոխանցել 1 տասնյակից ավելի ռազմարդյունաբերական ընկերությունների, որոնք մի քանի նպատակով են դրանք ստանալու համար մեզ դիմել, մասնավորապես նոր տեսակի, նոր զինատեսակների արտադրության եւ դրանց պետական փորձարկման տանելու նպատակով, հիմնանորոգման աշխատանքների, արդիականացման աշխատանքների եւ օգտահանման նպատակով, այսինքն մի քանի նպատակ է ունեցել այս օրինակ նախագծի հիմքում դրված եւ մեխանիզմ ստեղծելու համար եւ մայիսին մենք ակնկալում էինք, որ համապատասխան իրավական ընթացակարգերով առաջնորդվելով մենք կկարողանանք այս աշխատանքը պատշաճ կերպով իրագործել, սակայն կառավարության գործընկերների հետ, հատկապես մեր իրավաբան գործընկերների հետ հավերժ եւ անվերջանալի թվացող քննարկումները ստեղծում էին ռիսկ նախատեսված ժամկետներում այս աշխատանքը պատշաճ չկատարելու, հետեւաբար մենք ընդունեցինք գործընկերների առաջարկը արդեն օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու, որպեսզի մենք համապատասխան լիազորող նորմ ունենանք սահմանված օրենսդրության մեջ, որը հնարավորություն կտա կառավարությանը արդեն շատ արագ 1-2 շաբաթվա ընթացքում օրենքը ընդունվելուց հետո համապատասխան ռազմամթերքը, զենքերը եւ լրամասերն ու բաղադրիչները, որոնք հանդիսանում են պետական սեփականություն, տրամադրել ռազմարդյունաբերական ընկերություններին։ Ուստի եւ եւս մեկ անգամ հույս ունեմ, որ դուք ըմբռնումով եք մոտենում այս հապճեպությանը, բնականաբար նաև միևնույն ժամանակ ստանձնելով պատասխանատվություն ապագայում հնարավորինս չեզոքացնել այս օրինակ նախադեպերը։ Այնպես որ շնորհակալ եմ այսօրվա արտահերթ նիստ գումարելու համար, ինչպես նաև ազգային ժողովի մեր երկու գործընկերներին, Տրդատ Սարգսյանին եւ Արմեն Խաչատրյանին մեզ հետ օպերատիվ եւ որակյալ համագործակցություն կառուցելու համար։ Շնորհակալություն։